մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Երվան Բոզյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի քանի օր, այսպես ասենք, հետ գնանք, հաղթանակի օրվա տոնը նշվեց Մոսկվայում հանդիսավոր, որից հետո ասուլիս ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ, ուշագրավ էր, որ նաև անդրադարձ եղավ Հայաստանին, հատկապես գագաթնաժողովին եւ շատ կոնկրետ ասելիք ուներ նախագահը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի իշխանություններին եւ նաեւ հայ ժողովրդին, նաեւ անդրադարձավ այստեղ մյուս այցերին եւ հայտարարություններին։ Խնդրեմ։ Տեսեք, նախ Պուտինի խոսքերը բաժանենք երկու մասի։ Նախ ինքը հասկանալի պատճառներով Ռուսաստանը վրդովված է այն վիճակով, որ Հայաստանը հրավիրեց Զելենսկին եւ Զելենսկին Երևանից հայտարարեց, որ չի բացառում, որ մայիսի 9-ի այդ կապակցությամբ ինքը կարող է որոշակի ինչ-որ քայլերի դիմել, որը խիստ բացական ընկալվեց ընդհանրապես Ռուսաստանում, որտեղ Հայաստանը ֆորմալ իմաստով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ է։ Մի առաջինը, որ Հայաստանը ընդունում է այստեղ եվրոպական քաղաքական համայնքի կառույցին, որը ստեղծվել էր 22 թվականին Մակրոնի գլխավորությամբ, ընդ որում ընդգծված հակառուսական կառույց էր, այդ առաջին նստաշրջանի ժամանակ էր, որ Պրահայում Մակրոնի ջանքերով Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մեզ եւ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որտեղ սա գործարքի առաջին մասն էր, որպեսզի կարողանար Ադրբեջանը ազատվել ռուսական զորքերից, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը մտնեին հակառուսական կոալիցիայի մեջ։ Երկրորդ այս նստաշրջանն էր, որտեղ փաստացի Մակրոնը եւ իր այդ խմբակը արևմտյան դրթում են Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը հաջորդ քայլը կատարի Ռուսաստանի դեմ, եւ նա այդ քայլը կատարեց։ Նախ եւ առաջ ընդունվեց այդ քաղաքական համայնքի այդ 8-րդ նստաշրջանը Երևանում իր ամբողջ բովանդակությամբ հակառուսական բնույթ ուներ, եւ ամենակարևորը Զելենսկին հրավերով եւ Զելենսկին նման բան հայտարարություն անելով ուղղակիորեն դա մեսիջ էր, որ Հայաստանը թքում է Ռուսաստանի երեսին։ Սա միանշանակ էր։ Ռուսաստանը բնականաբար պատասխանեց, Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ուզում է հասկանալ, թե Հայաստանը վերջնականապես Փաշինյանի հետ է, թե Փաշինյանի հետ չէ։ Եթե Փաշինյանի հետ է, ուրեմն Մոսկվան փաստացի խզելու է Հայաստանի հետ կապերը։ Իհարկե ձևակերպեց, որ ինտելիգենտ ձևով է դա արվելու, բայց դա դիվանագիտական ձևակերպումներ են, որտեղ ինքը հիշացրեց նաև, որ այդպես է սկսվել ուկրաինական process-ը, հիշում եք 2013-14 թվականին, եւ ակնարկեց, որ ուկրաինական process-ը ինչի հանգեց նրան, որ 14 թվականից հետո Ուկրաինան Եվրոմիության անդամ չդարձավ, բայց հայտնվեց պատերազմի մեջ։ Եվ պատերազմի արդյունքում ես ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնեմ, որ տարբեր գնահատականներով մոտ 1,700,000 ուկրաինացի զոհված է, անհատ կորած է, եւ մոտ 10 միլիոն ուկրաինացի հայտնվել են Ուկրաինայի բանից դուրս եւ Եվրոպայում, այսպես ասած, փախստականի կարգավիճակ ունեն։ Ես սա ուզում եմ ասեմ, որ մենք հիշեցնենք, որ երբ որ Պուտինը հիշեցնում է, որ Հայաստանին ինչ է սպասվում, դա եւ ակնարկում է Ուկրաինայի օրինակը, ապա հստակ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Զելենսկին է, իսկ դա նշանակում է, որ քանի որ ինքը Հայաստանի Զելենսկին է, Հայաստանին սպասվում է մեծ արհավիրք, մեծ պատերազմ, շատ մեծ, ինքը ասում է պատերազմի կուսակցություններին ընդդիմությանն է բանում, ինքը ամենագլխավոր պատերազմի կուսակցությունն է, որտեղ ինքը բերել է մեծ պատերազմ 20 թվականին, եւ այդ մեծ պատերազմի արդյունքում երկրորդ մեծ այդ 20 թվականի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, երկրորդ մեծ պատերազմի արդյունքում մենք կորցնելու ենք Հայաստանը, բայց այդ process-ը փուլային կարող է գնալ։ Տեսեք ինչ է ակնարկում Պուտինը։ Պուտինը ասում է, որ եթե Հայաստանը ուզում է դառնալ Եվրոմիության անդամ, ապա հիմա ասեք, որտեվ հիմա մենք ուզում ենք արդեն, եթե ինքը խոմ ենք կներեք ոչխար չենք, էս չենք, որ մենք համաձայնվենք մեզ ձեզ էժան գազ տանք, որ դուք ժամանակի ընթացքում պատրաստեք, հետո նոր դառնաք Եվրոմիության։ Կներեք, իմ մոտ այնպես տպարություն կա, որ այս փողոցային խուժանները իրանք քանի որ խուժան են, իրանք մյուսներն են ուզում հիմարի տեղ դնել, բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ միջազգային հարաբերություններում հիմարներ չկան, եւ եթե ժողովուրդը տուրք տա այս մարդուն եւ այս մարդը նորից վերընտրվի, ես ասեմ թե ինչ է սպասվելու Հայաստանին։ Ես մի քանի թվեր ասեմ, որ դուք պատկերացնեք։ Հայաստանի արտաքին առևտուրը, առևտրական շրջանառությունը կազմում է 21 միլիարդ 400 միլիոն դոլար, 21 միլիարդ 400 միլիոն դոլար ամբողջ աշխարհի բոլոր երկրների հետ, որից 13 միլիարդ դոլարի Հայաստանը
իմպորտ է անում, այսինքն ստանում է ապրանքներ 8.4 միլիարդ դոլարի արտահանում են, վաճառում էքսպորտ է անում, հա։ Հիշենք այդ թիվը 21 միլիարդ 400 միլիոն դոլար։ 21 միլիարդ 400 միլիոն դոլարից հարգելի ժողովուրդ, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանությունը կազմում է 7 միլիարդ 600 միլիոն դոլար։ Այսինքն 35%-ը, տեսեք, 7 միլիարդ 600 միլիոն դոլար։ Չինաստանի հետ կազմում է 2 միլիարդ 600 միլիոն դոլար, բայց Հայաստանի, Չինաստանի ապրանքաշրջանառության առյուծի բաժինը էլի ռուսական կապիտալն է, Ռուսաստանի տնտեսության քողարկված բան է, որտեվ մեծ հաշվով Հայաստանը չունի այնքան պոտենցիալ, որ Չինաստանը ինքնուրույն 2.6 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենա։ Դրա մեծ մասը ռուսական ապրանքների, այսպես ասած, էքսպորտ-իմպորտի խնդիրն է։ Եվ վերջապես երրորդ բանը, երկիրը, որը Հայաստանը ունի երրորդ տեղում, գտնվում է Էմիրատները, 2 միլիարդ 100 միլիոն դոլար, 25 թվականի թվերն եմ ասում։ 2 միլիարդ 100 միլիոն դոլար։ Եվրոպայինն ու Ամերիկան Հիմա տեսեք, Եվրոպայի շրջանառությունը կազմում է 2.5 միլիարդ դոլար, այսինքն 11%-ը։ Ռուսաստանինը կազմում է 35%-ը։ Չինաստանի, Էմիրատների, Ռուսաստանի եւ Իրանի հետ կազմում է 768 միլիոն դոլար։ Տեսեք, ուրեմն Ռուսաստանի, Չինաստանի, Էմիրատների եւ Իրանի հետ ամբողջ շրջանառությունը կազմում է 61%։ 61%։ Տեսեք, Եվրոպայի, Եվրոմիության հետ անդամ երկրների ամբողջ ԵՄ-ի անդամ երկրների շրջանառությունը կազմում է 2.5 միլիարդ դոլար, ընդ որում այդտեղ առաջի տեղը Գերմանիան է, Ֆրանսիան մոտավորապես 250 միլիոն դոլարի կարգի, այսինքն Ֆրանսիայի հետ արգելի ժողովուրդ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանից տարբերվում է 30 անգամ, այսինքն Հայաստանի տնտեսությունը 30 անգամ ավելի շատ է կապված Ռուսաստանի հետ, քան Ֆրանսիայի հետ, բայց այսօր Ֆրանսիայի նախագահան գալիս է եւ մենտորական տոնով խորհուրդներ է տալի, որ ռուսական զորքերը դուրս գան ֆրանսիականով փոխարինում են։ Մի հարց եմ ուզում տամ, աշխարհագրությունը բոլորը գիտեն, Հայաստանը շրջափակված է 4 երկրով՝ Թուրքիայով, Իրանով, Վրաստանով եւ Ադրբեջանով։ Որ ճանապարհով պետք է ֆրանսիական զորքերը մտնեն կամ ֆրանսիական զինտեխնիկա մտնի Հայաստան։ Թուրքիան մերժելու է, Իրանը մերժելու է, Ադրբեջանը մերժելու է, Վրաստանը մերժելու է, որտեղ Վրաստանը չի ուզում դառնալ կողմ երկիր, ինքը չեզոքություն է պահպանում։ Որ ճանապարհով օդային տարբերակով էլ են փակ, ոչ մի երկիր թույլ չի տալի, որ ռազմական ճանապարհով Հայաստանը բան ստանա։ Հարց, ես սա տալիս եմ, որպեսզի մարդիկ, եթե մարդը մարդ է, հասկանա, եթե մարդը ունի աշխարհագրություն, ես չնայած կասկածում եմ, որ 30 տարի մեր կրթական համակարգն հենց անկում է ապրել, որ մարդկանց մեծ մասը չգիտեն, թե Հայաստանը ինչ երկրն է սահմանակից, բայց հուսամ, որ այն մարդիկ, ովքեր ունեն միջնակարգ դպրոց են ավարտել եւ տիրապետում են աշխարհագրությանը, ապա կհասկանան, որ Հայաստանը չունի որևէ հնարավորություն, ըստ էության, որևէ եվրոպական երկրից առավելևս Ֆրանսիայից այդպիսի աջակցություն ստանա։ Ֆրանսիան շատ հեռու է Հայաստանից եւ տրամաբանական է, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի տարբերությունը ապրանքաշրջանում 30 անգամ է, հիշենք 30 անգամ։ Դուք հասկանում եք ինչ նախնդիրը։ Հիմա տեսեք, փաստացի կարելի ասել, որ եթե 35%-ը մաքուր Ռուսաստանի հետ այդ ապրանքաշրջանառությունը, մնացածների հետ Չինաստանի 2.6 միլիարդ, Էմիրատների 2.1 միլիարդ եւ Իրանի հետ 768 միլիոն դոլար, ապա իրար հետ միասին 61% կազմում ամբողջ շրջանառության, ապա դիմա պատկերացրեք, եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները խզվում են տնտեսական իմաստով։ Միայն խզման արդյունքում Հայաստանի տնտեսությունը կարող փլվի վերջնականապես։ Ես չեմ ասում մարդկանց կենսամագարտակը անգամներով կարող են նվազել։ Տեսեք, օրինակ, ընդամենը Միացյալ Նահանգների հետ ընդամենը 350 միլիոն դոլար է, պատկերացնեք ինչ թիվ է, 350 միլիոն դոլար, որտեղ Ռուսաստանի հետ ավելի քան 20 անգամ տարբերություն կա Ռուսաստանի հետ ապրանքաշրջանում։ Սա զգուշացում էր որ ժամանակահատվածի համար։ Հիմա տեսեք, բայց կարևորն է բաղադրիչ ասեմ։ Պարոն Բոզյան, որ սա ասես նաև ընտրության նախաշեմի, որ նաև մեր ժողովուրդը հասկանա, որ ամսի 7-ին ինքը պիտի գնա որոշում կայացնի, ում է ընտրում։ Եթե Նիկոլին եք ընտրում, ուրեմն դուք մի քանի դետալ էլ ասեմ, ժողովուրդը որ պատկերացնի, բայց այդ ապրանքաշրջանառության տրամաբանության մեջ երկու բաղադրիչ կա, որը շատ կարևոր է մեր անվտանգության տեսակետից։ Նա գազն է եւ ատոմային էներգիան։ Ուրեմն ատոմային էներգիայով Հայաստանը այլընտրանք չունի այս պայծրությամբ եւ հիշեցնեմ, որ 26 թվականին ավարտվում է, այս տարի ավարտվում է հարգելի ժողովուրդ այն
ժամկետը, որտեղ պետք է Հայաստանը որոշում կայացնի։ Բայց քանի որ Փաշինյանը արդեն որոշում է կայացնել, որ չի համագործակցել Ռուսաստանի հետ, իսկ դա ինչ է նշանակում։ Ուրեմն այս ատոմակայանի ժամկետը ավարտվում է 36 թվականին եւ այլևս հնարավոր չի երկարացնել։ Դա արդեն վերջնական արդեն որոշումը կա։ Եվ բոլոր փորձագետները ասում են եւ դա միանշանակ է, որ նոր ատոմակայանի կառուցման համար պետք է 10 տարի։ Այսինքն 10 տարուց պակաս հնարավոր չէ նոր ատոմակայանը շահագործելու համար։ Այսինքն եթե այս տարի մենք որոշում չկայացնենք, ապա եթե օրինակ կայացնենք 2027 թվականին, ապա մենք մի տարի հայտնվել ենք էներգետիկ խորը ճգնաժամի մեջ, ինչպես 90-ական թվականներին։ Հիմա այս մարդը ինչ է անում, ժողովուրդ, որ դուք պատկերացնեք, ուղղակի դրա մասին շատ չեն խոսում։ Հիմա այս մարդը փաստացի 2026 թվականին պետք է որոշում կայացնի, բայց որոշում չի կայացնելու ինքը, որովհետև ինքը մերժում է ռուսական տարբերակը, փորձելու է ձևացնել, որ ինքը ամերիկյան տարբերված, ամերիկյան մոդուլային այդ ատոմակայանի, որպեսզի որևէ փորձ համաշխարհային գոյություն չունի, այդ փոքր մոդուլային ատոմականները Ամերիկայից ստարկվում են իրենց ռազմակայանների համար, շատ չնչին դերակատարում կա, այսինքն դա Հայաստանի տնտեսության հետ вообще կապ չունի։ Հայաստանին պետք է մեծ ատոմակայան, ինչպես որ մենք ունենք նման տիպի ատոմակայան, որպեսզի կարողանա բավարարել մեր պահանջները։ Դա միանշանակ բոլորն էլ հասկանում են։ Դա Ռուսաստան այլընտրանք չունի։ Ռուսաստանը կառուցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայում, Հնդկաստանում եւ ընդհանրապես բոլորն էլ հասկանում են, որ այդ ատոմականների առաջամարտիկը Ռուսաստանն է։ Այլ հարցերում Միացյալ Նահանգներն են Եվրոպայում, բայց կոնկրետ այդ հարցում Ռուսաստանն է։ Երկրորդը գազի կախվածությունը։ Տեսեք, գազի 80%-ը գազի մենք ստանում ենք Ռուսաստանից։ Այսինքն փաստացի կարելի ասել որ մենք այդտեղ այլընտրանք չունենք։ Այն թեզը, որ կանանք Պարսկաստանից ստանանք, տես բան չկա։ Ուրեմն ես մարդիկ չեն տիրապետում, բայց ես ասեմ, որ Պարսկաստանը չունի այն ենթակառուցվածքները, որով ինքը գազ վաճառի ուրիշ երկրներին, դա ցավալի է, ավելին կարամ ասեմ, Պարսկաստանը գազ է ստանում Ռուսաստանից։ Այսինքն ենթակառուցվածքների մոմենտով Պարսկաստանը խնդրեմ ունի։ Այսինքն եթե մենք մերժում ենք ռուսական գազը, ապա միակ այլընտրանքը մնում է ադրբեջանական գազը։ Տեսեք օրինակ Վրաստանը, որ հակամարտության մեջ մտավ Ռուսաստանի հետ, դրա արդյունքում ինքը հրաժարվեց ռուսական գազից, ինքը ստանում է մոտ 80%-ով ադրբեջանական գազ։ Բայց Վրաստանը չունի լուրջ քաղաքական խնդրեմ Ադրբեջանի հետ։ Մենք ունենք այդ խնդրեմը։ Մեր համար Ադրբեջանի հետ կախվածությունը գազից կնշանակի, որ վաղը մյուս օրը մենք եթե այդ կախվածությունը մնա, վաղը մյուս օրը Ադրբեջանը կպահանջի, որ 300,000 ադրբեջանցի արդեն գան Հայաստան, այսինքն գազի դիմաց։ Մենք կանգնենք երկընտրանքի առջև, կամ պետքա սառենք 90-ական թվականների պես, ինչը ժողովուրդը կմերժի այդ տարբերակը, կամ պետքա մենք գազ ստանանք Ադրբեջանից, որպես նախապայման, որտեղ միակ տարբերակը կմնա այդ նախապայմանը, որ ադրբեջանցիները պետքա վերադառնան Հայաստան։ 1000 ադրբեջանցի, որ եկավ Հայաստան, ինքը դառնում է արդեն խնդրեմ, որովհետև 1000 ադրբեջանցու վրա Թուրքիան վաղը մյուս օրը կհայտարարի, որ քանի որ մարդու իրավունքների խախտում կար անի ադրբեջանցիների, ինքը ունի բարոյական իրավունք զորք մտցնել, ինչպես որ ինքը անում է Սիրիայում, ինչպես որ ինքը անում է Իրաքում։ Այսինքն սա նույնիսկ մեծ ծրագիր է Մակրոնի գլխավորությամբ Արցախի զոհաբերությունը, երկրորդ զոհաբերությունը պետք է անի Հայաստանը, որպեսզի այս տարածաշրջանում մաքրեն ռուսական հետքը ընդհանրապես, դա որտեվ Մակրոնը եւ ընդհանրապես Արևմուտքը պատրաստվում է մեծ պատերազմի Ռուսաստանի հետ։ Դա բոլորը գիտեն, դա արդեն բոլորի մասին գաղտնիք չի։ Եվ այդ պատերազմի մեջ իրանց համար մանրադրամները, իդեմս Հայաստանի կամ Վրաստանի երկրորդական են։ Վրաստանը, որը իր ամբողջ քաղաքականությունը կողմնորոշված էր դեպի Արևմուտք, ստոպ է տվել, որտեղ ինքը հասկացել է ինչ վտանգի մեջ է կանգնած եւ ինքը փորձում է դա որոշակի մանևրելով բազմակողմանի սարքի իր քաղաքականությունը, որի համար իրան մեղադրում են։ Ինքը չի ուզում մանրադրամի դեմ կատարել, ինքը ասում է, ուզում եմ Եվրոմիության անդամ դառնամ, բայց չեմ ուզում փչացնել Ռուսաստանը, ասում են ոչ, Եվրոմիության անդամ դառնալու նախապայմանը պետք է երկրորդ ճակատ բացես Ռուսաստանի հետ։ Հիմա արդեն նոր հրապարակել են իրանք այդ փաստերը վրացիները, որը բարձ կա։ Հիմա մեր մոտ նույնը կա։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը չի ուզում դա բացահայտի մեր ժողովրդին, որ նախապայմանը Եվրոմիության ճանապարհին Ռուսաստանը փչացնելն է հարաբերությունները։ Դա նախապայման է։ Հիմա տեսեք, այսինքն փաստացի այս ծրագրի պայմաններում հարգելի ժողովուրդ, եթե դուք հունիսի 7-ին ընտրեք Նիկոլ Փաշինյանին, դուք ընտրելու եք ձեր եւ ձեր երեխաների գերեզման կառուցելու գործընթացը։ Սա միանշանակ եմ ասում։ Սա էմոցիոնալ բան չի, սա իրական process է։ Առաջի քայլը կլինի տնտեսական հարաբերությունների փլուզումը, տնտեսական հարաբերությունների փլուզման ընթացքում կգա քաղաքական հարաբերությունների փլուզումը, քաղաքական հարաբերությունների փլուզման արդյունքում կգա արդեն անվտանգային հարաբերությունների փլուզումը, ընդ որում դրա արդյունքում
մենք հայտնվելու ենք փաստացի Թուրքիայի եւ Ադրբեջանի գրպանում իրանց պարտադրանքով իրանք նույնիսկ առանց մեծ ցնցումների ամեն ինչ կանեն, որ ստեից արդեն հայերը զանգվածային մակարդակի տեղահանվեն գնան ուրիշ տեղ։ Այս մարդը ապագա կայի տրաբանական ժամանակին խափեց Հայաստանին, հիմա խաղաղության նույն բանով խափում է Հայաստանը կործանելու տրամաբանության տանում։ Շատերը կասեն, բայց ինչի է դա անում, այս մարդը ծագումով կարող է ինքը հայ չի։ Նախ այդ հարցի պատասխանը մենք հələ պետք է մենք իմանանք եւ հունիսի 7-ից մենք երկար պետք է հասկանանք թե այս մարդը ով է։ Չէ, որտեղ ինչ շահեր ունի այս մարդը։ Չէ, սպասեք, պարոն Բոզյան։ Նաեւ պիտի իմանանք թե եթե Պարզես որ ինքը հայ չի, պիտի իմանանք թե քանի տոկոս է նաեւ Հայաստանում հայ չի կամ ուղիղ չկա։ Ես հիմա ասես բան ասեմ, տեսեք, ես ձեռնպակ կմնամ, որտեղ մարդկանց Գեբելսյան քարոշ, տեսեք, Գեբելսյան քարոշա մեքենայի արդյունքում մարդկանց ուղիղները լվանալու մի հատ process կա, որը ցավոք սրտի արևմուտքում դեռ անցյալ տարվա նացիստական Գերմանիայի փորձից հետո բազմաթիվ ժողովուրդներին ուղեղները լվանալու մի հատ մեծ process փորձ կա եւ այդ փորձը հիմա շարունակվում է եւ փաստացի կարելի ասել որ մարդկանց պետքա հետ բերել, այսինքն մարդկանց պետքա ոչ թե հրճակել թշնամի, այլ մարդկանց պետքա աշխատել հետ բերել, որտեղ մարդկանց մոտ կներեք դեբիլիզացիայի process-ը դա շատ մեծ վտանգ է այս ներկայացնում եւ մենք չենք կարա ժողովրդի մի զգալի մասին հրճակենք թշնամի, դա սխալ է։ Ավելին կարամ ասեմ որ այսօրվա ես մի բան ինֆորմացիա էլ ասեմ, դուք լավ չեք տիրապետում, բայց ես ասեմ դες, ուրեմն ԿՊԱ-կան կառավարման համակարգի, հատկապես տեղական կառավարման համակարգի մոտ 70%-ի վրա քրեական գործեր է բացած, որպեսզի այդ մարդիկ աշխատեն ԿՊ-ի համար ձայներ հավաքեն, եթե չհավաքեցին, բանը պլանները չէ, իրանց քրեական հատուկ քրեական գործեր է բացած, որ այդ քրեական գործերով այդ մարդկանց վախացնում են։ Ես ասեմ, որ հավաքական ընդդիմության հաղթանակից հետո բոլոր այդ քրեական գործերը կարճվելու են, որպեսզի այդ մարդկանց ազատենք այդ ստրկությունից, որը ԿՊ-ի իշխանությունը այդ մարդկանց վրա դրել է։ Եվ սա միայն այսօրվա Փաշինյանի ծրագիրը չէ, սա դսի ծրագիրն է։ Իրանք շատ լավ հասկանում են, որ հայկական, հակապետական ծրագիրը կյանքի կոչելու համար պետքա մեծ զանգվածներ ներքաշել process-ի մեջ եւ որպեսի մարդկանց չես կարա էնտուզիազմով մարդկանց դնես, մարդկանց պետք է վախացնես։ Այդ վախացնելու համակարգը շանտաժի մեխանիզմը իրանք արդեն ստեղծել են։ Եվ մենք էլ ասում ենք, որ մենք իշխանության գալուստը ոչ միայն սրանց վռնդելու ենք իշխանությունից, այլ նաև այդ մարդկանց, ովքեր որ այդ վիճակի մեջ են հայտնված, իրանց կարճելու են այդ խնդիրը, կարճելու են սա քրեական գործերը, որպեսզի այդ մարդիկ ազատագրվեն այդ վիճակից։ Սա շատ ծանր եւ բարդ խնդիր է, ես չեմ ուզում շատ փակագծեր բացեմ այս հարցի շրջանով, բայց այն տիեզերական հանցագործությունը, որ սրանք պատրաստում են անել հայ ժողովրդի առաջ, դա իսկապես ներում բեկում չունենալու իշխանապողությունից հետո այդ մարդիկ իսկապես սա մի հատ նոր Նյուրնբերգյան process-ի խնդիր է կանգնացնելու, որը բայց սա մենակ Հայաստանի մասով չի։ Վրաստանում էլ կան այդ խնդիրը ուզում են դնել լուծեն, բայց մի քիչ բարդ է այդ խնդիրը, որովհետև աշխարհակահաղական բալանսների խնդիր կա, բայց արդեն պարզ է որ թե ինչ են արել այդ նախորդ իշխանությունները Վրաստանում, մոտարապես նույն բան անում են այսօրվա Հայաստանի իշխանությունները։ Դա մեծագույն հանցագործություն է սեփական ժողովրդների նկատմամբ։ Սա մեծ, բայց հիմա շատ կարևոր մի հատ դետալ էլ ուզում եմ ասեմ, տեսեք, այն որ հունիսի 7-ից հետո եթե Փաշինյանը Աստվածչյանի վերարտադրվեց հայ-ռուսական հարաբերությունները փլուզվելու են վերջնականապես, դա միանշանակ է, բայց տեսեք ինչ տակտիկա է բռնել Փաշինյանը։ Փաշինյանը ուզում է որ այդ փլուզման առաջի քայլը կատարի Պուտինը, ոչ թե ինքը, որպեսզի հետո պատասխանը գցի Պուտինի վրա։ Օրինակ, եթե Հայաստանը պետք է ժողովուրդը 5 անգամ վատանավիճակ ասելու են, ես մեղավոր չեմ, Պուտինն է որոշումը կայացրել։ Այսինքն ինքը անընդհատ սադրում է դրան, որ այդ սադրանքի արդյունքում բանը կատարվի։ Տեսեք, ինքը ասում է Հայաստանը հապկից դուրս չի գալիս, հապկն է Հայաստանից դուրս գալիս։ Այդ խափեք, այդ մանիպուլյացիան, այդ սրիկայական մանիպուլյացիան իրանք ինչ են դա անում, որպեսզի հապկը որոշում կայացնի, որ Հայաստանին դուրս բերի բանից, որտեղ եթե հապկից որ դուրս գա Հայաստանի անվտանգային համակարգը մնա օդի մեջ, Հայաստանը որ հարված ստանա, Փաշինյանը կասի ես մեղավոր չեմ, հենա հապկը որոշում կայացրեց, ես ինչ անեմ։ Ինչպես որ տեսեք, Արցախի հետ կապված ինչ կատարվեց։ Արցախում ինքը գնաց Պրահայում ստորագրեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, կազմաքանդեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի ամբողջ դրույթները, Ղարաբաղի բանակի կարգավիճակը փոխեց դարձավ ահաբեկչական կառույց Ադրբեջանի ներքին գործի տրամաբանության մեջ, արդյունքում Երբ որ Ադրբեջանը սպեցօպերացիայի արդյունքում Հայաստան ժողովուրդը դուրս եկավ, ասես դրա մեղավորը մենք չէ, բանը ես չեմ, Ռուսաստանն է։ Ոնց հիմա այս տեսեք, այս Գեբելսյան քարոշչա մեքենայի կնքահայրը իր Մակրոնն է, Մակրոնի այդ հանցագործ բանդան է, այդ ԵՄ-ի ղեկավարության, որի
բանը ծիլերը տվել է ասենք բանը ես ուղղակի ուզում եմ ուղղակի այս օգտագործում եթերը ասեմ որ ԵՄ-ի ներկայացուցին եւ ընդհանրապես այդ մարդկանց դուք մեծագույն հանցագործություն եք կատարում դուք Գեբելսյան Հիտլերից Գեբելսից ոչինչով չեք տարբերվում դուք մեծ հանցագործություններ եք կատարում հայ ժողովրդի դեմ վրաց ժողովրդի դեմ եւ մնացած բոլոր ժողովուրդների դեմ եւ այդ ժողովուրդները հիշելու են ձեզ որտեղ դուք մնալու եք պատմության մեջ Թալատ Փաշայի, Էնվեր Փաշայի, Ջեմալ Փաշայի, Ադոլֆ Հիտլերի, Գեբելսի, Գերինգի շարքում, որտեղ դուք սրիկաներ եք, ձեր պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ, միլիոնավոր ռուսներ կոտորվում են հիմա պատերազմում, 4000 երեխա Երևանում կոտորվեց, Հայաստանում կոտորվեց, մենք Արցախը կորցրեցինք, բազմաթիվ մեծ ողբերգությունների գլխավոր պատճառը դուք եք։ Այն ժամանակ նացիստական, ռասայական գաղափարներ գերակադարձել, հիմա այդ ռասայական գաղափարը դուք փոխարինել եք ձեր իբր թե եվրոպական արժեքներն ավելի բարձր են, դուք ավելի բարձր կարգի ժողովուրդ եք, քան մնացած ժողովուրդները։ Դա մենք չենք մոռանալու երբեք եւ դուք ձեր գնահատականը ստանալու եք։ Ես երկար ժամանակ խորհրդային միության փլուզումից հետո մտածում էի, որ կոմունիզմից հետո վերջապես գալիս է մի ժամանակահատված, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ համայնք, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մենք Ելցիները այդպես մտածում։ Մենք բոլորս տենց էինք մտածում, որ դուք մեզ խաբել եք, եւ դուք խաբել եք դրա գինը դուք ստանալու եք։ Ձեր նման դուք նմանատիպ մարդիկ ձեր Զելենսկիներ եք բուծել, Փաշինյաններ եք բուծել, Սաակաշվիլիներ եք բուծել, դուք մեկ ժողովրդին տանջելով եք զբաղված։ Եվ մենք հիմա հասկացանք, որ մենք պետք է ձեզ գրավենք եւ ձեզ ստիպենք, որ դուք վճարեք այն գինը, որ դուք հիմա մեզ տենց վիճակի մեջ եք գցում։ Դուք այլընտրանք, դուք այլևս իրավունք չունեք ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ձեր ինքնուրույն որոշումները առաջին համաշխարհային պատերազմը դուք հնեցիք, երկրորդ համաշխարհային պատերազմը ձեր պատճառով եղավ, երրորդ համաշխարհային պատերազմը դուք եք տանում, որտեղ դուք գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ եք, դուք սրիկաններ եք, դուք բանը չարիք եք այս աշխարհի վրա, այդ չարիքը, չգիտեմ, մետաստազներ եք ուզում տակ աշխարհի բոլոր բաների վրա։ Դուք պարզապես ողբերգություն աբեր ամբողջ ժողովրդի համար։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ եվրոպական ժողովուրդն ազատագրենք ձեր սրիկայական այդ բաներից, որ դուք հիմա դեք երիշխել եք ձեր բաների վրա։ Ես ուղղակի ասելու բան չունեմ, սա այն սրիկայությունը, ողբերգությունը, ցինիզմը Մակրոնը գալիս է Երևանում եւ հայտարարում է, որ Ղարաբաղի պատճառով ռուսներն են մեղար։ Ինքը դրթում է 22 թվականին, որ Փաշինյանը հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի մաս է, եւ ինքը մեղադրում է դեք ինչ Գեբելսը իր բանում, այդ ինչ են ասում, գերեզմանում շուռ է գալիս նախանձից, թե ինչ աշակերտներ է ինքը բուծել։ Եվ դաշնավիրան նվագում են Շարլ Նազարի բանի տակ, որպեսի կարողանաք դուք ինչ եք ուզում դրանով հասկացնեք։ Դուք մտածում եք, որ դեբիլիզացիայի արդյունքում դուք ունեք բավականին զանգված Հայաստանում, որ կարողանաք ձեզ հավատալ, սրիկաներ։ Բայց կգա ժամանակը, ես միշտ համարել եմ, որ խորհրդային միությունը բացասական դեր է կատարել, որ ժամանակին ինքը Հունգարիայի դեպքերի մեջ խառնում էր Չեխոսլովակիայի, Լեհաստանի, որտեղ ես կարծում եմ, որ անկեղծորեն իսկապես եվրոպական ժողովուրդները ինքնորոշման իրավունքներում ամեն ժողովուրդ պետք է իր ձևով ազատի, բայց պարզվեց, որ եթե մեկ մաս ասում ես ուզում եմ ազատ լինի, դուք եք ստեղ գալիս։ Դուք խորհրդային միության ժամանակ մարդկանց ասում եք, որ խորհրդային միությունը թույլ չի տալիս, որ մարդիկ բանը դուրս գան իրենց սահմաններից, երկաթյա վարակույր կար եւ այլն եւ այլն։ Հիմա դուք եք երկաթյա վարակույր դնում, վիզաների թանկացման, ձեզ թանկացնելով, որ չգիտեմ, այս ի՞նչ քաղաքացիա ձեզ։ Դա չի հանդուրժվելու ձեզ ամեն ինչը։ Այն ինչ որ դուք արեցիք Իրաքում, այն ինչ որ դուք արեցիք Սիրիայում, այն ինչ որ դուք արեցիք Արցախում, այն ինչ որ դուք արեցիք Վրաստանում, այդ ինչ որ ամենամեծ ողբերգությունը որ դուք հիմա անում եք Ուկրաինայում, դուք վերջը հատուցում ալինդելու այդ ամեն ինչ համար։ Մի հատ երկրորդ Նյուրնբերգյան process-ը պահանջելու, որպեսզի ձեր ամբողջ քաղաքական վերնախավը դատապարտվի ամենակեղտ, ամենադաժան մակարդակի, որտեղ մի անգամ Նյուրնբերգյան process-ում նացիստերին մենք դատապարտվեցին, եւ երկրորդ անգամ նացիզմի ծնունդ եղավ ուրիշ ձևով։ Դեմոկրատիայի անվանումը ոնց որ դա դեմոկրատիա որևէ կապ չունի, զերո կապ ունի։ Հիմա այս մարդիկ որ պետական մակարդակով ընտրակաշառք են բաժանում, այ դեսպաններ, այ անամոթներ, բայց ինչի ծպտուն չեք անում։ Պետական մակարդակով բոլոր տեղերում կտրակաշառք է բաժանում Հայաստանի ձեր իշխանությունը։ Բոլոր տեղերում ընտրական ասեք կանենք տարբերակով մի ծպտուն հանում եք դրա համասին։ Մարդկանց քաղաքական մարդկանց բանտեր են կողում, սրբազաններ են բան, մի ծպտուն հանել եք դրա մասին։ Դուք ինչ դեմոկրատիայի հետ արժեք եք, դուք դեմոկրատիայի կապ չունեք ընդհանրապես։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Եթե դուք ուրիշներին մեղադրում եք, որ իրանք դեմոկրատիայի հերո են, իրանք գոնե չեն ձերպես ցինիկաբար չեն ասում, որ մենք դեմոկրատիայի կողմնակիցներ ենք։ Իհարկե այնտեղ էլ խնդրեմ կա, բայց դուք ավելի զզվելի է ձերած, որտեղ դուք ոչ մի կապ չունեք դեմոկրատիայի հետ, բայց ի տարբերություն իրանց ձևակերպում եք տալիս, որ դուք դեմոկրատիայի դիմակից եք։ Դուք ոչ մի կապ չունեք դեմոկրատական արժեքների հետ։
Սա է խնդիրը։ Իմիջիայլոց շատ բացահայտ Պուտինն էլ դրա մասին ասեց Ուկրաինա, երբ որ մենք մտել էինք Կիև, ամբողջ փաստաթուղթը պատրաստ էր, պիտի ստորագրվեր, Մակրոնը այնտեղից թույլ չտվեց ուկրաինացիներին, ասեց ոչ, դա կնշանակի զենքի տակ, մենք դուրս եկանք դրանից հետո էլ Բորիս Ջոնսոնը, չէ՞, այդ արդեն պայմանավորվում էին, բարակցում էին։ Ես պատասխանը ես հենց ասեմ ձեզ, էլի, հիմա հետո անկես լինենք տեսեք։ Եվ հարց տվեց, հիմա որտեղ է Բորիս Ջոնսոնը։ Ես մի բան էլ ասեմ, ընդհանրապես, տեսեք, Եվրոպայում առաջ եկան այնպիսի գործիչներ, ինչպես Շարլ դե Գոլը, Ֆրանսուଆ Միտերանը, Ժակ Շիրակը, ֆրանսիական գործիչները, Մերկելը, Շմիդտը, գործիչներ, որոնք Շրոդերը, գործիչներ, որոնք իսկապես լուրջ գործիչներ են, Մարգարետ Թետչերը, Ռոնալդ Ռեյգանը, նրանք այն մարդիկ էին, որոնք իսկապես մեր համար օրինակ էին ծառայում, թե ինչպես պետք է ազատ աշխարհը լինի։ Ես ինքս ազատ աշխարհի միշտ դեմոկրատիայի լիբերալ արժեքների կողմնակից եմ եղել։ Անժելա, եւ ես հպարտացել եմ դրանով, որտեղ իսկապես ես հավատում եմ, որ դեմոկրատիան եւ լիբերալ արժեքներն են, որ աշխարհը տանում է դեպի այդ ճանապարհով։ Բայց երբ որ դու փաստացի տեսնում ես այլասերված մի վերնախավ, որը դեմոկրատիա եւ լիբերալ արժեքների անունից խոսում է, եւ իրանք վերակենդանացնում են նացիզմը, եւ այդ նացիզմի անունից ծնում են փոքրիկ նացիստներ, իդեմս Զելենսկի, Փաշինյանի, չգիտեմ, տենց նման Սաակաշվիլի ռեժիմի ժամանակ 200,000 մարդ բանտերով էր անցել։ Այ անամոթներ։ Սաակաշվիլին դու ինչ-որ գնահատական տալիս եք, դուք այս իշխանությանը գնահատական եք տալիս 200,000 մարդ բանտերում են այս պայծրությամբ։ 200,000 մարդ բանտերով է գնացել Վրաստան։ Դուք ծպտուն հանել եք դրա մասին։ Հիմա դրա համար այս մարդկանց չի կարելի փափուկ բանով ցավոք սրտի ես կարծում եմ Ռուսաստանի կողմից մեծ սխալ եղավ որ իրանք շատ փափուկ վարեցին եւ իրանք փափուկ այդ քաղաքականության արդյունքում ծնվեցին այսպիսի խայտարակ գործիչներ Մակրոնի պես Ֆրանսիայի ժողովուրդը բանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սենց անամոթ ղեկավար չի ունեցել սա անամոթ ղեկավար է Ես հələ պատկերացեք Ժակ Շիրակին համատեք, Միտերանին համարեք, Ժորժ Պոմպիդոյին համարեք, համատեք հələ իրանց հետ։ Ես էլ չեմ ասում Շարլ դե Գոլին, որը իսկապես օրինակելի գործիչ է, որ իսկապես մի մարդ է, որին պետք է բոլորը նմանվեն, որտեղ դա իսկապես իսկական հայրենասեր գործիչ է։ Հիմա փաստացի այն ժամանակ հայրենասեր Շարլ դե Գոլը, այսպես ասած, համատվում էր Պետենի հետ, որը խայտարակություն էր, չէ։ Հիմա փաստացի Շարլ դե Գոլից հետո process-ները գնացին, հիմա եկել է մի հատ նոր յուրօրինակ Պետեն։ Մակրոնը Պետենի կրկնօրինակն է, դու հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Ես ուզում եմ ասեմ, որ սա ողբերգություն է ֆրանսիական ժողովրդի համար։ Բայց ես մի բան կարամ ասեմ, որ ֆրանսիական ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է Մակրոնին, եւ 27 թվականից հետո բարեբախտաբար այդ մարդը չի լինելու։ Բայց այդ մարդը որ չլինի, հետո մենք Հայաստան չունենանք, քանի կոպեկ արժի այդ ամեն ինչը, հասկանալ ի՞նչն է խնդիրը։ Հիմա դրա համար մենք մեր համար այս ընտրությունը Անժելա ճակատագրական է բոլոր իմաստներով։ Տեսեք, ես չեմ ասում, որ Ես չեմ ասում, եթե մենք հիմա փաստացի խզենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ ինքը ամեն ինչ անում է որ գնա այդ խզմանը, 3 անգամ եթե գինը բարձրացնեն, ասենք մինչև $500 սարքեն, ասենք $170 տեղը $500 սարքեն կամ 540 է այս պայմանությամբ, չէ։ Հիմա Հայաստանի տնտեսությունը ո՞նց է շնչելու դրանից հետո։ Կարաք ինձ ասեք։ Այս խուժանները, որ ձեզ ասում են, որ ասենք կանեք, այս խուժանները, որ գնում են ինչ-որ ձեն են բանանում եւ խափում են, ասում են, որ չէ, մենք չենք խզելու Ռուսաստանի տալ։ Խափում են, ժողովուրդ, խափում են, որովհետեւ երբ որ իրանք որոշում են կայացնում այս մարդկանց հետ այս ուղղությունը եւ ասում են, գիտեք, իսկ մենք չենք ուզում ԵԱՏՄ-ից դուրս գանք, որովհետեւ դուք ձեզ մենք ուզում ենք հիմարի տեղ դնենք, որ ձեզ որպես հիմար ձեզ էժան գազ տանանք, որ հետո ԵՄ գնանք։ Եվ մտածում, իրանք լուրջ չեն մտածում, որ իրանք հանդուրժվելու է այդ ամեն ինչը, բայց դուք գոնե հասկացեք, որ այս խուլիգաններին ոչ մեկ չի հանդուրժելու։ Դուք հասկացեք, որ այս պայծրությամբ Ռուսաստանը այդ քայլին չի դիմում, մի պատճառով, ինքը սպասում է հունիսի 7-ի ընտրություններին։ Եթե հունիսի 7-ի ընտրություններին դուք սխալ որոշում կայացրեցիք, իմացեք, որ դրանից հետո լինելու է կատաստրոֆիկ քայլեր։ Կատաստրոֆիկ քայլեր անելու, ոչ մեկ էլ չի նայելու, թե Արդեն բոլորը ասել են, որ հայ ժողովուրդը փաստացի ուզում է գնա ինքնասպանության Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի հետևանքները լինելու է գազի թանկացումը, ատոմականի հետ կապված խնդրը, որից հետո խայտարակ վիճակի մեջ եք հայտնվելու, ապրանքաշրջանառության կտրուկ անկումը, որի արդյունքում ձեր կենսամակարդակը անգամներով ընկնելու, որովհետև դուք չունեք այլ ընտրանք, ուրիշ տարբերակ չունեք պարզապես։
Հասկանալի է։ Եվրոմիությունը ոչինչ չի կարողանալու ձեզ կոմպենսացնի, ինչպես որ ոչ մեկին չի կոմպենսացնում ինքը։ Ինքը միայն մանրադրամի դեր է կատարում, բան սարքում։ Միայն ինքը ոչ մի տեղին ոչ մի կոմպենսացիա չի արել։ Հələ տեսեք Հայաստանը որտեղ է, Եվրոպան որտեղ է։ Դրանք շատ տարբեր տեղեր են։ Եվ արդյունքում դուք ում եք մեղադրելու դրանից հետո ռուսներին, եվրոպացիներին։ Եկեք գոնե մի անգամ խիզախություն ունեցեք, ձեզ ինքներդ մեղադրեք։ Եթե մենք ինքներս 30 տարվա մեջ, այս 30 տարվա ընթացքում մենք ունենայինք մի հատ պատմագրություն, որը խոստովաներ, որ ցեղասպանության պատճառներից մեկը մենք ենք, մեր վերնախավն է եղել, բացի թուրքերից, ռուսներից, եվրոպացիներից, ամենից մենք մեր մեջ էլ գտնեինք այդ մեղքը, չասեինք, որ մենք մեղավոր չենք, մենք անմեղ ենք, սաղ մեղավոր են։ Այդ պրիմիտիվ մակարդակային գեղցիների հավաքածուն չլներ, մի հատ նորմալ պատմության ինստիտուտ ունենք, այդ պատմության ինստիտուտը նորմալ ձեզ ներկայացներ, դուք նորմալ ժողովուրդ կլինեիք, նորմալ ժողովուրդն էլ այս վիճակի մեջ չէր լինի։ Սա է խնդիրը։ Այս է խնդիրը, ես որ ասում եմ 30 տարվա ընթացքում մենք կազմակերպել ենք մեր պատմական, մենք ոչ մի մեր լուսավորչական ոչ մի աշխատանք չի տարվել մեր ժողովրդի հետ։ Զրո աշխատանք է տարվել։ Դա տարածվում է նաև ավակ սերունդի վրա, իմիջիայլոց ասում են, այդ սովետական միության սերունդը կներես։ Այդ ավակ սերունդն է, որ կործանում այս երիտասարդներին, որտեղ ավակ սերունդի 90% է ստական գինա։ Համաձայն չեմ քո հետ։ 90% է ստական գինա ուզում, այդ ավակ սերունդներ սովետական միություն։ Գնացեք հարցրեք 60-ից բարձր 90% է ստական գինա ուզում։ Եվ 90% է ստական գինա։ Խորհրդային միության սերունդից ծնվեց Ղարաբաղյան շարժում։ Խորհրդային միության սերունդը բարձր որակի սերունդ է, ծնվեց Ղարաբաղյան շարժում։ Սխալ ինֆորմացիա է։ Հայաստանի Հանրապետությունում ավակ սերունդը կործանում է։ Ես հիմա չեմ ուզում քո հետ վիճեմ, դու ուղակի որտեղ գնում են Նիկոլի հետևից։ Նիկոլ են ուզում։ Սխալ ես գնահատում վիճակը։ 21-ին էլ է գնացել Նիկոլի հետևից։ Գնացել են ու նորից եմ կրկնում, ավակ սերունդը դա այն սերունդն է, որը ողբերգական վիճակի մեջ է հայտնվել, ինքը նորմալ բարձր սերունդ էր, նորմալ մակարդակ էր, ինչ քցրեց մարդկանց սովետական միությունում, պետությունն ստացել սովետական միությունում, ատելությամբ նողկանքով է խոսում սովետական միության եւ Ռուսաստանի մասին։ Անժելա ջան, հիմա ասեք ում հետ եք շփվում, դուք էլ եք նրանց հետ շփվում։ Ես շփվում եմ եւ շատ է լավ, եկակին լավ, մի հատ ուրիշ հարց եմ ուզում տալի։ Տեսեք, Նիկոլը բացարձակ ոչ մի բան Նիկոլին չկանգնեցրեց նրանից, որ ինքը որպեսզի իր իշխանությունը պահի, այդ նույն փափուկ բարձը դրեցին, գլուխը շոյեցին, չգիտեմ 5 միլիարդ տվեցին, հետո թե 10 միլիարդ էլ տվեցի վրան, գլուխը շոյելով ասեց Արցախը Ադրբեջան է։ Ոնց որ դուք ներկայացրեցիք Մակրոնի, Միշելի հետ Եվրոպայով ծախեցին Արցախը։ Մի հատ ախել չքաշեց, հանգիստ ասեց տվեց։ Ինչը կարող է։ Հիմա հպարտանում է։ Հպարտանում է, դրա մասին խոսել եմ։ Արտեզով, որ ինքը մանական ամբողջ աշխարհի դավաճանությամբ երկիր ծախում։ Մեր վրա ծիծաղում է աշխարհը, ասում է աշխարհում դուք տեսել եք մի երկրի ղեկավար կամ որևէ երկիր, որտեղ քարտեզով մարդիկ ման գան։ Մարդիկ դրոշով են ման գալի, երկրի դրոշն է սիմվոլ, ոչ թե քարտեզը։ Սա ողբերգությունն է, դա մենք հայտարարվի, մենք կարմիր գրքի մեջ կարանք հայտնվենք, ամոթի կարմիր գրքի մեջ։ Սա ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Չէ, եթե ես կանգնեմ ասեմ ավարտված տականքը միայն կարող է գնալ Նիկոլին ձայնի տակ, ասեք ինչի եք, չէ՞ ասում։ Չէ, որտեվ այս մարդը կոնկրետ ասում է բանը հայրենիք ծախելը, այս հայկական չլինելը, տալը, հանձնելը, դա է մեր ուժը, դա է մեր ապագան, դա է մեր հպարտությունը, եթե այսպիսի տականքին ձայն տվողը ինչ է, ավարտված տականք, չէ։ Ես սենց ասեմ քեզ։ Չկա ներում բեկում ավարտված տականք։ Բայց մի հատ բան ասեմ, ճիշտ ես ասում, բայց Այն դու հաշվի առ որ այն դեբիլիզացիայի process-ը որ գնացել է։ Դիմա դեբիլի ձերքպտի մենք երկիր կորցնենք, պետություն կորցնենք, տուն կորցնենք, ինչքան ասենք դեբիլա, Նիկոլից բետար մենք էլ դեբիլ դարձանք հակրկնենք։ Տեսեք, Իվարկյանն էլի, գերմանացի ժողովրդից ավելի բարձր որակի ժողովուրդ եղել է, որը տվել է Բեթհովեն, Բախ, Բեթհովեն, Բրամս, Հենդել, տվել է այդպիսի փիլիսոփա ինչպես որ Հեգելի պես փիլիսոփ, այդ ժողովրդին սարքեցին անասուն 30-ական թվականներին, հիշում ես, նացիստները եկան իշխանության եւ սարքեցին բարիս բուն իմաստով անասուն եւ այդ ժողովուրդը փաստացի բարիս բուն իմաստով համակենտրոնացված ճամբարներով գազի քամերներ է պատասխանեմ, բայց քանի որ այդ ժողովուրդը ուներ այն ինչ որ դուք ասեցիք Բախ, Բրամս, Մոցարտ եւ այլն, քանի որ դա ուներ, այդ ժողովուրդը այդ
բանի միջով անցավ իր մեջ ուժ գտավ եւ ներողություն խնդրեց եւ ընդունեց, որ ինքը այդպես է միջև հիմա։ Բա այս ժողովուրդը մեռան 8 տարի նստել է մորթում է 4 պատերազմա բերել։ Հայրենիքը ծախում է, էս էլ ասում է դոշի դիր ասա, ես հպարտ եմ որ հայրենիք եմ ծախել, մի հատ հայվանների խումբ ասում է կեցեք։ Մենք բոլորս պետք է Չէ, այն տականքը որ գնում է այդ վերցնում է ձեռքից, այդ տականքը փոխվող չի, այդ տականքին մի տեղ պետք է ուղարկել։ Ուրիշ բան չկա։ Ուղղակի ես իր երեխեքին վերցնես ոչ մի ժողովուրդ ժողովրդին մեղադրել հանցագործամեջ չկա։ Այդ ունենք թուրք ժողովրդին։ Ես ասեցի, Գերմանիայի Օսմանյան կայսրության մեջ Գերմանիայի այդ ժողովուրդը կարողացավ ուժ ունենալ, դա Թուրքիան չէր, այն տականք Թուրքիան չի, որ իջեմա չի ընդունել։ Այդքան ուժ ուներ եւ այդքան պաշար կարեն ներքից, որ ասեց այո, մենք գործել ենք այդ հանցագործությունը։ Կներես մի հատ բան ասեմ։ Գերմանիայի ժողովուրդը դրա համար պատասխան է տալիս։ Գերմանիայի ժողովրդին ստիպեցին 45 թվականին։ Բայց թուրքերին չեն ստիպել։ Մի րոպե, որովհետեւ դու չես կարացել դրան հասնես։ Դու համար եմ ասում մեր գլխավոր նպատակը պետք է մենք հասնենք նրան, որ եւ աշխարհը եւ թուրք հասարակությունը համ թուրք հասարակության գիտակցությունը բարձրանա, համ աշխարհը ստիպի։ Լավ, մի հատ ուրիշ հարցի պատասխանել եմ ուզում ձեզանից ասել։ Տեսեք, ես մի հարց էլ այլ ինձ հետաքրքիր ուզում եմ դրա մասին էլ խոսեք։ Հարցը հնչեցրեցի, չավարտեցի։ Տեսեք, Արցախի պահով բացարձակ չկանգնեց։ Հիմա դուք այդ վտանգները կոնկրետ նշեցիք, եթե բիատը մեզ դուրս են գալիս, էլ հապկի մասին չեմ խոսում, ես չգիտեմ ինչքան ենք մենք այստեղ կարողանալու ապրել, էլ չեմ ասում, որ Թուրքիան կմտնի կամ սովից կմատնվենք։ Լավ է որ այդ ատոմակայանի մասին է խոսեցիք, դրա մասին ընդհանրապես չեն մտածում։ Իմիջայլոց դուք այդպես որ քննադատում եք ռուսականի, ես ձեզ ասեմ, որ այդ ձեր նույն սիրելի Թուրքիան խնդրել է, որ հիմա ով է այնտեղ անում, էլի ռուսներն են, ճիշտ է, եւ ոչ միայն Թուրքիայում շատ տեղեր։ Եթե հիմա Նիկոլը միայն թե իշխանությունը մնա այստեղ, միայն թե իր տերերին գոհանա, ասի ինչ ուզում եք արեք։ Այդ նորից սա չի նշանակի հայ ժողովուրդը ասենց վերջա, ոնց որ Արցախում Հայաստանը հունիսի 7-ին որոշում է կայացնելու, որ ասում են թե ինչ որ չգիտեմ, ես ասում եմ պարզ, հունիսի 7-ին որոշում է կայացնել, ինքը կամովին գնալու է նոր ցեղասպանության, թե ապրելու է։ Ընդ որում շատերը կարող են ասել, որ այս ընդդիմությունը այդքան էլ լավը չի կամ չգիտեմ ինչ։ Ես չեմ ուզում այդ հարցի միջով։ Կարող է այդքան էլ լավը չի, բայց մենք ընտրությունը կատարում ենք երկու ուղղության մեջ։ Մեկը որ գնում է դեպի ցեղասպանության, մյուսը մի հատ նոր իշխանություն, որը միգուցե կարող է սկզբնական փուլում այդքան էլ լավ իշխանություն չլինի, կարող է լավ լինի, ոչ ոք չի կարող ասի։ Էդի մենակ չկատարած ձմերուկ է իրանից ներկայացնում, բայց վաղ թե ուշ կամած այս ճանապարհով գնալով Հայաստանը կարա ոտի հուտուզ, բայց այս ճանապարհը միանշանակ գնում է դեպի ցեղասպանության, դեպի գերեզման։ Սա միանշանակ է, եւ ժողովուրդը պետք է ստեղ ընտրությունը կատարի։ Եվ այն մարդիկ, որոնք ասում են թե ես չեմ ուզում ընտրություն կատարեմ, նշանակում է ինքը ընտրություն չկատարելով անուղղակիորեն նպաստելու է այսօրվա իշխանության վերարտադրմանը։ Դա շատ կարևոր է, որ մարդիկ գնան, հետո մի հատ բան էլ ասեմ, ընտրությունը դա լավագույնի ընտրություն չի սովորաբար աշխարհում տենց է։ Տեսեք, օրինակ բազմաթիվ մարդիկ, որ գնում են Տրամպին են ընտրում, իրանք ոչ այնքան Տրամպին են ընտրում, որքան Բայդենի դեմ էին ընտրում։ Եվ մարդիկ, որ գնում են Բայդենին ընտրում էին, ոչ այնքան Բայդենին էին ընտրում, որը արդեն մարազմի մեջ էր, այլ Տրամպի դեմ էին ընտրում, որը տրամաբանական է։ Ընդհանրապես ընտրության մեջ լավի ու լավագույնի մեջ ընտրություն չի, ընտրության մեջ նույնիսկ կարելի ասել վատի ու վատագույնի մեջ կարելի ասել ընտրություն լինես։ Դա տենց է ստացվում։ Եվ այդ իմաստով մարդիկ պետք է հասկանան, որ ընտրության մեջ իրանք պետք է ոչ թե կողմնորոշվեն, թե այս մարդը լավն է կամ այս մարդը վատն է։ Իրանք պետք է հասկանան, թե որ այս ճանապարհը, որ դու գնաս քո երեխաներին տանելու ես գերեզման, այս ճանապարհով դու կարաս գոնե փրկվես, կարող է լավ չապրես, կարող է լավ ապրես, դա արդեն ուրիշ խնդիր կա։ Անդիմության մեջ տարբեր ուժեր կան, դուք կարող եք ընտրություն կատարեք, թե ում եք ուզում ընտրեք։ Ես օրինակ մի ուժերից մեկն եմ ներկայացնում, որը շատ նորմալ պոզիտիվ ծրագիր է ներկայացել առաջարկ Հայաստանը, որը շատ հետաքրքիր դրույթներ ունի մեջը, որը շատ լավ պրոֆեսիոնալ մակարդակի ուսումնասիրված է եւ շատ հետաքրքիր ճանապարհ առաջարկում Հայաստանի համար։ Ես օրինակ մի քանի բան ասեմ, Անժելա, որ մարդիկ էլ հասկանան։ Տեսեք, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ բանը մինիմալ զամբյուղը, սպառողական զամբյուղը այսօրվա դրությամբ արդեն մոտենում է 100,000 դրամի։ Եվ եթե մենք սոցիալական պետություն ենք, մենք պարտավոր ենք, որ 100,000 դրամը մինիմալ թոշակը գոնե պետք է լինի 100,000 դրամ։ Մենք նույնց ենք, մենք պարտավորվում ենք, որ մինիմալ թոշակը կլինի 100,000 դրամ։ Մինիմալ աշխատավարձը, որը 75,000 դրամ է, դա խայտարակություն է։ Մենք ասում ենք, որ մենք հասցնենք մինչև 150,000 դրամի։ Կրթությունը, որը Վրաստանը, մեր հարևան Վրաստանը այս տարվանից դարձեց անվճար։
Մենք ասում ենք 28 թվականից կդարձնենք անվճար, 27 թվականից չենք, 28 թվական։ Հիմա կասենք թե որտեղից է այդ աղբյուրները լինելու։ Դա շատ կարևոր է, որովհետև վերացական մենք կարող ենք ասենք այսքան sense, բայց հետո մենք որտեղից պետք է հանանենք։ Հետո առողջապահական համակարգը, հարգելի ժողովուրդ, Վրաստանում մարդը որ ծնվում է, ավտոմատ ինքը ունի արդեն առողջապահական հաշիվ, մինչև $10,000։ Այդ $10,000 մեջ ինքը օպերացիաներ, բանան, տարբեր տիպի, տարբեր բաներ։ Մենք ինչ ենք առաջարկում, հաշվառելով այն հանգամանքը, որ մենք դեռ Վրաստանի ռեսուրսները չունենք, մենք առաջարկում ենք, որ ամեն մի քաղաքացին ունենա երկու հաշիվ առողջապահական, մեկը 1.5 միլիոն դրամի, մեկը 1 միլիոն դրամի, օպերացիաների բաների համար 1.5 միլիոն դրամի, ոչ օպերացիաների համար 1 միլիոն դրամի։ Այս դա ինչ է նշանակում։ Ուրեմն մինչև 18 տարեկան եւ 65 պլյուսիների համար տարվա մեջ մարդը այդքան քվոտայով պետքա գումար ունենա, որ անվճար ինքը բուժվի, իսկ 18 տարից մինչև 65 տարեկանի համար այդ գումարի չափ 70%-ը պետքա փակի պետությունը։ Այսինքն, եթե դու ունես, ասենք, գնում ես հիվանդանոց 200,000 դրամի նստում է քո բուժման ծախսը, դու ծախս տալիս ես 60,000 դրամ։ Մնացած 140,000-ը տալիս է պետությունը։ Եվ այդ 140,000-ների քանակը մինչև 1 միլիոն է տարվա մեջ հասնում։ Եվ ամեն տարի, ասեմ որ դա մեծ գումարներ չի, Վրաստանի փորձը ցույց տվեց, որ փայլուն դա աշխատում է, եւ իդեպ ասեմ այսօրվա իշխանությունն էլ մասնակիորեն մտցրել է դա, մենակ բայց մինչև 18 տարեկանների եւ 65 պլյուսների համար մենք առաջարկում ենք նաեւ մտցնել 18-ից մինչև 65-երի համար, որտեղ դա առողջապահական համակարգը կենտրոնական խնդիր է։ Ես ասեմ, որ մենք ուսումնասիրություններ ենք անցկացրել տարբեր երկու մարզում բնակչության 10%-ը իրանց բնակարանները վաճառել են, որ կանան եւ հիմա պարտքով են ապրում, որ կանան իրենց բուրս ծախսել, բանալ հոգան, հասկանում ես ինչ ան խնդիր։ Այսինքն սոցիալական պետության համար դա կենսական անհրաժեշտ խնդիր է։ Հիմա հարց դու կարող եք առաջարկել, բայց որտեղից է գումարը։ Ի վերջո Հայաստանի ՀՆԱ-ն այսօր 29 միլիարդ դոլար է, բյուջեն մոտավորապես 7-8 միլիարդ դոլարի կարգի է, չէ՞։ Ես այդ հարցի պատասխանը տամ։ Ուրեմն մենք տալիս ենք երկու ֆունդամենտալ աղբյուր դրա համար։ Առաջին գլխավոր աղբյուրը մենք առաջարկում ենք аэроպորտի կողքը սարքենք մեծ օֆշորային գոտի։ Ես ինչ եմ դա ասում, դա ոսկաձուլարան սարքենք եւ խոշոր դեպոզիտարիա սարքենք եւ խոշոր օֆշորային գոտի։ Դա ինչ է նշանակում։ Ուրեմն Չինաստանի 19 քաղաքներում այդ խոշոր օֆշորային գոտիների արդյունքում այդ երկիրը թռիչքային զարգացում ունեցավ։ Եվ մասնագետների հաշվարկման արդյունքում օֆշորային գոտին երկրի տնտեսությանը առաջի տարին բերում է ՀՆԱ-ի 10% աճ, երկրորդ, երրորդ տարիների ընթացքում հասնում է մինչև 30%-ի։ Դա ցույց է տվել նաև Դուբայի օրինակը, դա ցույց է տվել նաև Սինգապուրի օրինակը, դա ցույց է տվել Չինաստանի այդ քաղաքների օրինակը։ Հիմա տեսեք, քանի որ Դուբայում առաջացել է այս խնդրը, այս կոնֆլիկտի արդյունքում, ուրեմն այս կոնֆլիկտից այդ կապիտալները դուրս են բերում։ Էրդողանը ասեմ, որ դες մի հատ ֆանտաստիկ առաջարկությունով հանդես եկել, ուզում է Ստամբուլը սարքի Դուբայի պես։ Հիմա, բայց ռուսական կապիտալը Դուբայում մինչև 1 տրիլիոն դոլարի ռուսական կապիտալ կա Դուբայում, մինչև 1 տրիլիոն։ Եվ շատ գործընկերներ կան, բաներ կան, որոնք հետաքրքրված են Հայաստանով։ Ինչի են հետաքրքրված Հայաստանով, որտեվ մի զգալի հատկապես ոսկու այդ բաները այդ ճանապարհը Ռուսաստանից դեպի Դուբայ ոսկու ճանապարհը անցնում է Հայաստանով, նաև Հայաստանով անցնում։ Եվ իրանք ասում են, որ եթե դուք կարողանաք գոնե մասնակիորեն Դուբայի բանը կոմպենսացնեք, ապա մենք կարող ենք այդտեղ հսկայական ներդրումներ բերենք։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դուք ուղղակի չեք պատկերացնում, անժանակ, մեր ժողովուրդը չի պատկերացնում, որ այդտեղ ֆանտաստիկ ծրագիր կարա աշխատի։ Վրընդել Նիկոլին եւ ամեն ինչ կգնի իր տեղը։ Երկրորդը դա այդ բանը Քրիստոսի արձանի կառուցումն է, Քրիստոսի արձանի կառուցման արդյունքում մեր հաշվարկներով տուրիստների քանակը կարող են կրկնապատկվել։ Ինչի, որտեվ այդ Քրիստոսի արձանի սիմվոլիկան շատ կամ բանը Բրազիլիայում կա, այս տարածաշրջանում պրակտիկորեն գոյություն չունի եւ միակն է։ Սա ձգող էլեմենտ կարող լինի ամբողջ քրիստոնեական արեալի համար եւ այդ տուրիստական հոսքը, որը մոտավորապես 2-ից 2.5 միլիոն տուրիստը կարող մինչեւ 5 միլիոնի հասնի։ Սա երկրորդ բանն է։ Երրորդը նաեւ որը կա Գյումրի ազատ տնտեսական գոտին է, որ մենք առաջարկել ենք դեռ Գյումրի ընտրությունների ժամանակ։ Տնտեսական գոտին էլ իրանք նույն ռուսական փորձագետների գնահատակով, որ մենք այնտեղ շփվել ենք եւ ուսումնասիրել ենք եւ իրանք ասել են, եթե դուք լինեք այսպես ասած իշխանության ժամանակ մենք կարող ենք այսքան ներդրում անենք, մինչև 500 միլիոն դոլարի ներդրում էին։ Ասում որ մենք մենակ Գյումրի շրջակի մարզում 500 միլիոն դոլարի մասն էր խոսքը։ Ասում եմ, բայց այն պրեֆերենցիաները որ մենք կտանք, այսինքն փաստացի այդ մեգա նախագծերից, եթե մենք այդ օֆշորային գոտին սարքենք
այդ Քրիստոսի արձանը եւ Գյումրի խնդիրը տնտեսական նույնպես եմ ասում առաջին տարին կունենանք լրացուցիչ 10% հնայի աճ, երրորդ տարին կարող է նույնիսկ ավելի շատ, քան մենք ավելի Եվ մի հարցել եմ ուզում տալ կարճ եւ այդ դրա արդյունքում մեր ժողովրդի մենք նույնպես եմ կրկնում մենք գրեթե կասկած չունենք, որ մինիմում բանը 2 անգամ կմեծանա մեր հնան 4 տարվա ընթացքում, եթե չասեմ երապատ, եթե չասեմ, որտեղ ես ավելի պահպանողական գնահատականներով եմ հանդես գալիս։ Բայց որպեսզի այդ ամեն ինչը լինի, պիտի նոյեմբերի հունիսի 7-ին գնաք ընտրության եւ Նիկոլին վռնդեք 3 ուժերից գոնե մեկին։ Երրորդ, 7-րդ եւ 17-րդ 3-ից ինչ որ մեկին։ Սա ես նույնպես եմ կրկնում, ժողովուրդ։ Հավատացեք մարդկանց, հավատացեք, որ այս տիպի ծրագրով Հայաստանը կարա ոդկի դուրս գա։ Ընդ որում մենք չենք առաջարկում, որ մենք խզենք հարաբերությունները արմուտքի հետ կամ բան։ Իհարկե ոչ, ճիշտ հակառակը։ Մենք փորձելու ենք դիվերսիֆիկացնել մեր էկոնոմիկան, մեր տնտեսությունը։ Դիվերսիֆիկացիայի արդյունքում մենք կարող ենք իսկապես, տեսեք, պրոպորցիաները մեծացնելով մենք նոր ճյուղեր կանանք, այսինքն եթե մենք տեխնոլոգիական հեղափոխություն պետք է անենք նաև մեր էկոնոմիկայի մեջ, որպեսզի մենք կարողանանք մրցունակ ապրանքներ վաճառենք նաև զարգացած երկրներում։ Դա շատ լուրջ խնդրեմ է, որը Հայաստանում մինչև հիմա չի կատարվել։ Եվ այս հարցի մասին էլ ուզում եմ այնուամենայնիվ մի նախադասության պատասխանել, որ ճակատագրական սխալ է եղել Արցախի շարժումը, արտական քաշած։ Սա Անժելա ջան, ես ուղղակի չեմ ուզում քավոր կիրթ ձևով հնարավոր չի դրան պատասխանել։ Փորձենք ես ձեռնպա մնամ, էլի, որտեղ դա ուղղակի անբարոյականության եւ անբարոյականության գագաթնակետն է նման տիպի գնահատականներ տալը եւ եթե այս մարդը փաստացի մնացել է մինչեւ հիմա, դա մեր համազգային խայտարակությունը։ Դե ուրեմն ինչքան դի անբարոյական լինես, որ գնաս Նիկոլին ձայն տաս։ Ես նույնպես եմ կրկնում։ Այսպիսի հայտարարությունից հետո ես էլ մնացած համաձայն եմ, Անժելա, բայց այնուամենայնիվ ես գիտես ինչն է, ես այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մեր ժողովրդին պետք է մեր ժողովրդին խոսքը ժողովրդի մասին է խոսքը։ Մեր ժողովրդին նորից պետք է մենք կարողանանք բերենք համախմբան, կոնսոլիդացիայի, որովհետև այդ ատելությունը, որ կա մեր մարդկանց, չէ։ Ես հասկացել որ մենք պիտի խնդրենք ձևը գտնենք, իրենք գիտեք, ես մի ձև ասեմ, որն է։ Ես օրինակ մի հատ ձև ասեմ, պատկերացնեք, դա իմ անձնական տեսակետն է, ապաշխարանքի տարբերակ պետք է լինի։ Այսինքն ապաշխարանքը որ դա, այդ մարդկանց պետք է մենք Չէ, դրա մասին չի։ Տեսեք, ես այդ մարդկանց ոնց եմ տեսնում, ապաշխարանքի տարբերակով։ Այդ մարդկանց, երբ որ մենք իշխանությունը փոխվի, ռոպագանդան կանգնեցվի այս խայտարակ, դա ահաբեկչություն է սա։ Դա ահաբեկչական process է գնում։ Սա տեղեկատվական ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ։ Հիմա որ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում։ Մենք ինչ պետք է անենք, ես պետք է մենք խնդրենք բանին եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կազմակերպի այդ ապաշխարանքի process-ը, Աստված տա այդ Քրիստոսի բանն էլ որ լինի, ընդեղել որ օրինակ մի հատ ձև պետք է գտնենք, որպեսզի մարդիկ գնան իսկապես ապաշխարել։ Ես ավելի པարզ բան եմ ասում, պարոն Բոզյան, այդ մարդիկ, չէ, ուրիշ բան եմ ասում, թույլ չեք տալի մի նախադասություն ասեմ, այդ մարդիկ ես հասկացել եմ, որ ի վիճակի չեն, երբ որ անգամ խնդրում ես, ասում ես, կլսես ինձ 1 րոպե, 2 րոպե, չէ, այդ մարդիկ ի վիճակի չեն, խնդրանք ուղարկի ձև գտնել, ճանապարհ գտնել այդ մարդկանց ինչով լցրած ուղեղների, որ ասեք, բանը, մի հատ այդ ձեր, չգիտեմ, ինչ անասունությունա ձեր ուղեղի մեջ դրած, այդ հանեք, ի վիճակի լինեք լսելու։ Նացիստական Գերմանիայի փորձը, այդ ամբողջ ժողովրդին սարքեցին անասուն, գազան այդ մարդիկ դացին համակենտրոնացված ճամբարներ սարքեցին, 6 միլիոն հրեա կոտորեցին, 27 միլիոն սովետական ժողովուրդ կոտորվեց դրա արդյունքում, 60 միլիոն մարդ կոտորվեց դրա արդյունքում, այդ ժողովրդին, որը ծնել էր Բախ, Բեթհովեն, Մոցարտ, չի կարելի ժողովրդին մեղադրել դրա մեջ, ես օրինակ եմ ասում, չի կարելի մեղադրել ժողովուրդ, եթե դու 1000 անգամ հանցագործություն ես գործում, հանցագործի հետևից գնում ես, ուրեմն դու մեղավոր ես, հերիք ասենք մեղավոր չի, եթե դու հանցագործի հետևից, երկիր ծախողի հետևից միշտ արդարացում ես գտնում սրիկաբար գնում ես, ուրեմն այո, դու պատասխանատու ես եւ դու մեղավոր ես, դու անասուն չես, որ մենակ խոտ ուտելու համար ու բազմանալու համար ես, քեզ տրված է ուղեղ, ու քեզ երևակայում ես, որ դու ընտրության հնարավորություն ես, ուրեմն քեզ մի պահի անասունի պես, այսքան բան։ Շնորհակալություն։